Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, եթերում հայրենական հարթակ հաղորդումն է, ձեզ հետ է Շուշան Ազատյանը։ Այսօր ծրագրում Ուրմիա լճի չորացումը կանխելու համար Իրանում նոր քայլեր են ձեռնարկվում։ Ռուսական երկու ավիաընկերություններ մտնում են Իրանի օդային շուկա։ Իրանի տնտեսական պատվիրակությունը արտգործնախարարի գլխավորությամբ Եվրոպայում է։ Իրանը վերականգնում է տնտեսական հարաբերությունները Շվեդիայի հետ։ Ուրմիա լճի չորացումը կանխելուն ուղղված քայլերի մասին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիչչյանը հայտարարել է։ Ուշադրության տակ առնելով այն ներդրումները, որ ունեցել է Ուրմիա լճի վերակենդանացման կոմիտեն Թավրիզի համար 2 ջրազտման կայանում, բոլոր այն ջրերը, որոնք զտման կենթարկվեն այստեղ, բացառապես կուղվեն դեպի Ուրմիա լիճը եւ ոչ մի այլ նպատակի համար չեն օգտագործվի։ Էներգետիկայի նախարարը հավելել է. Ուրմիա լճի դեպքում մենք բախվել ենք ներհոսող ջրերի աղբյուրների քանակի սահմանափակության խնդրին, որի դեմ պայքարելուն ուղղված արդեն իսկ իրագործված եւ իրագործվելիք քայլերի շնորհիվ բարեբախտաբար լիճը արդեն կանգնած է վերակենդանացման ուղու վրա։ Մատուցույց անելով այն հանգամանքը, որ կոյուղաջրերի խնդիրը մարդկանց առողջության հետ անմիջական կապ ունի եւ եթե այն չհավաքվի եւ պատշաճ կերպով չզտվի, մեծ խնդիրներ իր հետ առաջ կբերի, Չիչչյանն ասել է։ Կոյուղաջրերի հոսքը գետերի, առուների եւ այլ ջրային պաշարների մեջ մտահոգիչ վիճակ կստեղծի եւ բնական է, որ Թավրիզի քաղաքային իշխանությունները նույնպես մտահոգ են այս հարցում։ Խոսելով այս միջոցառումների ծավալի մասին, նախարարը նշել է նաև, որ այն իր մեջ կներառի Թավրիզի բնակչության մոտ կեսի, այսինքն մոտ 960,000 մարդուն բաժին ընկնող ջրային ծախսերի ծավալը, որը տարեկան կկազմի մոտ 150 միլիոն խորանարդ մետրին հավասար ծավալի ջուր։ Պատկերացնելու համար, թե դա ինչ ծավալ է կազմում, կարելի է նշել, որ Հրազդան գետի տարեկան հոսքը կազմում է մոտ 712 միլիոն խորանարդ մետր։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին պատմական Հայաստանի մի ժամանակ ամենախոշոր լիճը այժմ գտնվում է չորացման եզրին, եւ նրա հարավային կեսը արդեն գրեթե ամբողջությամբ աղուտի է վերածվել։ Այդպիսի չորացման համար մի քանի պատճառներ են նշվում, որոնք են ջրերի չափից ավելի շատ օգտագործումը, չորային եղանակը կամ Ուրմիայի մեջտեղից անցնող կամուրջը, որը կապում է Ուրմիա եւ Թավրիզ քաղաքները։ Հավանական է, որ այս բոլոր հանգամանքներն էլ ունեն իրենց ազդեցությունը։ Իրանի կառավարությունը արդեն բավական ժամանակ է, ինչ փորձում է այս ամենի դեմը առնել, սակայն արդյունքները դեռ հստակ նշմարելի չեն։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը 3 ուղիղ չվերթ կկազմակերպի եւ կիրականացնի դեպի Իրանի հետեւյալ քաղաքներ՝ Թեհրան, Մաշհադ եւ Էսֆահան։ Air France եւ բրիտանական ավիաուղիները եւս շուտով ուղիղ չվերթներ կունենան դեպի Իրան։ Իրանական Թաադոլ թերթի փոխանցմամբ Ռուսաստանում թռիչքներ կատարելու թույլտվություն են ստացել 2 ավիաընկերություններ՝ Սիբիր եւ Ուրալ ավիաուղիներ ընկերությունները։ S7 եւ Ուրալ ավիաուղու 2 կազմակերպությունների թռիչքների առիթով Մոսկվայի եւ Թեհրանի միջև դեռևս անցյալ տարի էր համաձայնագիր ստորագրվել։ Ռուսական 2 ավիաուղիների թռիչքների գործարկումը մեկնարկման փուլում է եւ այժմ ռուսական Aeroflot, իրանական Iran Air եւ Mahan ինքնաթիռները շաբաթը 4 օր 2 երկրների միջև ուղևորափոխադրումներ են իրականացնում։ 2 երկրների ավիաուղիներում մրցակցություն է նկատվում, քանի որ ռուսական ինքնաթիռների Իրան-Ռուսաստան եւ հակառակ ուղղություններով թռիչքների մեկնարկից հետո առաջանում է տոմսերի գների եւ թռիչքների սպասարկման որակի բարելավման խնդիրը։ Ուստի ավիաուղիներից յուրաքանչյուրը պետք է լավագույն պայմաններն ապահովի ուղևորների համար, ակնկալելով վերջիններից թվականակի ավելացում։ Իրանի արտաքին գործերի նախարարն իր եվրոպական առաջին շրջագայությունը դեպի Լեհաստան, Շվեդիա, Ֆինլանդիա, Լիտվա սկսել է Վարշավայից, որտեղ Մոհամմադ Ջավադ Զարիֆին ուղեկցում էր Իրանի առևտրաարդյունաբերական պալատի, Կենտրոնական բանկի պետի տեղակալի, ԶԼՄ-ների 60 հոգուց բաղկացած բարձրաստիճան պատվիրակությունը։ Այս ուղևորության հիմնական նպատակը Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնումն էր, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդումը, առևտրական եւ բանկային փոխգործակցությունը։ Իրանական Դոնիայի Էղթեսադ կայքի
կայքի փոխանցմամբ Ջավադ Զարիֆը Լեհաստանի ներկայացուցիչների հետ իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում ասել է, որ կարևոր եւ նշանակալից է Իրանի եւ Լեհաստանի տնտեսական համագործակցության շարժիչ ուժը, որը միլիարդավոր գումարների շրջանառության հետ է կապված։ Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն ավելի քան 500 տարվա վաղեմություն ունեն։ Արտգործնախարարը նշել է նաեւ, որ ներկայումս Լեհաստանում տնտեսական գործունեության կապիտալի ներդրման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Զարիֆը երկրի կապիտալի ներդրման ամենաարդյունավետ պայմանը մարդկային աշխատուժը համարելով, հատկապես ընդգծել է, որ Իրանի իշխանությունը հիմնված է մարդկային ռեսուրսի վրա, որը երկրի ազգային անվտանգության պահպանման ամենակարևոր գործոնն է։ Վարշավայում նաև տեղի է ունեցել երկու երկրների գործարարների համաժողով, որի ընթացքում Իրանի եւ Լեհաստանի միջև գործարար համաձայնագիր է ստորագրվել։ Շվեդիայում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Իրանը բոլոր կազմակերպությունների համար կապիտալի ներդրման համար մի անվտանգ միջավայր է եւ հույս է հայտնել, որ Իրանի եւ Շվեդիայի տնտեսական հարաբերությունները նորից իրենց նախկին դիրքին կվերադառնան։ Իրանական Դոնյայի Էղթեսադ կայքի փոխանցմամբ Ջավադ Զարիֆը Իրանի եւ Շվեդիայի ներկայացուցիչների հանդիպումն արդյունավետ համարելով, իրանցիները ակտիվ գործունեություն են ծավալում Շվեդիայի հետ առևտրի ոլորտում։ Ինչպես գիտեք, մենք լուրջ ենք տրամադրված եւ երբ պայմանագիր կամ համաձայնագիր ենք խոստանում, անպայման ի կատար ենք ածում։ Դիվանագետ Համիդ Բայիդինեժադը իր հերթին ընդգծել է, որ Եվրոպայում Իրանի դիվանագիտության ակտիվ գործունեության շնորհիվ բոլոր բանկային պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել, սակայն մեծ բանկերը Ամերիկայի ճնշումներից պետք է զգուշանան, որի համար այժմ լուրջ բանակցություններ են տարվում։ Հանդիպման վերջում Զարիֆը Իրանի տնտեսության մասին մեկնաբանություններ անելով ավելացրել է, որ Իրանը նախկինում Շվեդիայի առաջին առևտրային գործընկերն է եղել Արևմտյան Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում, եւ Շվեդիան էլ իր հերթին լավ համբավ է վայելում իրանական շուկայում։ Վերջինիս համոզմամբ երկու երկրների տնտեսական հարաբերությունները համաձայնագրից հետո իրենց առաջվա տեղը կգրավեն։ Հարգելի ունկնդիրներ, այսքանով ավարտում ենք հայրենական հարթակ հաղորդման հերթական թողարկումը։ Ձեր հարցերն ու առաջարկությունները կարող եք ուղարկել shushan.azadian@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Հաղորդումն այսօր ձեզ համար պատրաստեցին Շուշան Ազատյանը, Հասմիկ Գալստյանը եւ Ռուբեն Նիկողոսյանը։ Առայժմ Bassalam به شنوندگان عزیز ایرانی، این برنامه پلتفرم ایران و ارمنستان است. من شوشان آزادیان با مشروع اخبار در خدمت شما هستم. لغو روادید 90 روزه بین ایران و ارمنستان. سفر وزیر دادگستری جمهوری اسلامی ایران به جمهوری ارمنستان. قیمت گاز در ارمنستان با 9.3 درم کاهش یافت. نشست شورای عالی اتحادیه اقتصادی اوراسیا در شهر آستانا. دولت ارمنستان موضوع لغو روادید بین تهران و ایروان را بررسی می‌کند. طبق توافق انجام شده بین ایران و ارمنستان، شهروندان دو کشور می‌توانند تا 90 روز بدون ویزا در کشور مقصد اقامت داشته باشند. این توافق به منظور لزوم افزایش روابط دو جانبه و تقویت روابط اقتصادی و تجاری تهران و ایروان امضا شده است. انتظار می‌رود در صورت فراهم شدن اقدامات لازم در سفر ادوارد نالباندیان وزیر امور خارجه ارمنستان به تهران موافقتنامه لغو روادید بین دو کشور امضا شود. در 7 ماه گذشته روابط ایران و ارمنستان وارد مرحله جدیدی شده و گسترش هرچه بیشتر روابط در همه زمینه‌ها به شدت در حال پیگیری است.
مصطفی پور محمدی وزیر دادگستری جمهوری اسلامی ایران در صدر هیئت عالی‌رتبه به ارمنستان سفر کرد. در این سفر وی با نخست وزیر دادگستری، دادستان کل ارمنستان و همچنین اسقف اعظم دیدار کرد. در دیدار با نخست وزیر ارمنستان مصطفی پور محمدی با بیان اینکه بیش از 30,000 ایرانی در بهار امسال به ارمنستان سفر کرده‌اند اظهار داشت. مقایسه این آمار با مدت مشابه در سالهای گذشته نشان از روند رو به رشد روابط اجتماعی، اقتصادی و انسانی بین دو کشور دارد و وظیفه دستگاه‌های قضایی نیز تقویت و تحکیم این روابط است. فراهم نمودن بسترهای رشد روابط از طریق حمایت‌های حقوقی و قضایی باعث خواهد شد بازرگانان و تجار دو کشور بیشتر به فعالیت بپردازند. هویک ابراهامیان نخست وزیر ارمنستان اطمینان داد در جهت توسعه سطح مناسبات تمام تلاش خود را به کار خواهد گرفت. در طول این دیدار موضوع لغو روادید بین دو کشور مورد بحث قرار گرفت که نخست وزیر موافقت خود را با لغو روادید بین دو کشور اعلام کرد. روز سه‌شنبه کمیته تنظیمات خدمات اجتماعی ارمنستان برای کاهش قیمت گاز در این کشور تصویب نامه‌ای امضا کرد که بنابر آن قیمت گازی که ارمنستان از روسیه خرید می‌کند با 9.3 درم که برابر به 600 ریال است کاهش یافت. از اول ماه ژوئیه قیمت گاز برای مشترکانی که کمتر از 10,000 متر مکعب مصرف می‌کنند برای 1 متر مکعب از 156 درم تا 146.7 درم پایین خواهد شد، در حالی که مصرف کنندگانی که بیشتر از 10,000 متر مکعب گاز مصرف می کنند قیمت گاز برای 1000 متر مکعب از 276.98 تا 257.56 دلار افتاده است. این تغییرات بر زمین قراردادی که رئیس جمهورهای ارمنستان و روسیه در ماه آوریل بستند اتفاق افتاده است که طبق آن قیمت گاز برای 1000 متر مکعب از 165 تا 150 دلار افتاده است. قیمت گاز معمولاً تاثیر بسیار بزرگی بر اقتصاد هر کشوری و همینطور هم بر اقتصاد ارمنستان دارد و کاهش آن در همین حال موجب کاهش قیمت‌های دیگر کالاها هم می‌شود. اما طبق بعضی منابع در واقع قیمت گاز می‌توانست ارزان‌تر باشد که نشد. این پدیده معمولاً از طریق انحصار روسیه در بازار گاز توضیح می‌یابد که در خود اشاره‌ای به امکانات خرید گاز از ایران دارد. روز سه‌شنبه رؤسای 5 کشور عضو شورای عالی اتحادیه اقتصادی اوراسیا نشستی را در شهر آستانا پایتخت قزاقستان برگزار کردند. این نشست با حضور رهبران کشورهای عضو شورای عالی اتحادیه اوراسیا شامل روسیه، ارمنستان، بلاروس، قزاقستان و قرقیزستان برگزار شد. در این نشست سر سارکسیان رئیس جمهوری ارمنستان سخنرانی کرد که در طول آن گفت تنش در خط تماس قره باغ کوهستانی در اوایل آوریل که مبتکر آن جمهوری آذربایجان بود برای امنیت منطقه اتحادیه اقتصادی اوراسیا چالش جدی است. او خاطر نشان کرد که این خطر آشکار است و همکاران بین المللی اتحادیه به دلیل این وضعیت پیچیده منطقه اتحادیه را به عنوان منطقه بی‌ثبات خواهند شناخت. این از منافع اتحادیه اوراسیایی نیست. سر سارکسیان با اشاره به لزوم یکپارچگی اتحادیه اقتصادی اوراسیا و پروژه جاده ابریشم گفت که گفتگو با چین، ایران و هند باید ادامه یافت. با تشکر از همراهی شما. در صورت داشتن هر گونه نظر یا پیشنهاد می توانید با ایمیل shushan.azatian@zain.com با من در ارتباط باشید. من شوشان ازاتیان در برنامه پلتفرم ایران و ارمنستان. تا برنامه دیگر شما را به خدا می سپارم. خدا نگهدار.